Ինչի համար են վերցնում այդ տարածքները, այդ կարևոր դիրքերը ինչի համար են վերցնում։ Որոշեցին, որ պետքա բացարձակապես հայ չմնա։ Ոչ մի բան չկար, ոչ շաքարավազ, ոչ ձեթ։ Օգնեցի երեխաներին, իջան նկուղ, 24 ժամ մնացինք նկուղում, արդեն ոչ ոտերս էր աշխատում ու միանգամից այդ կրակոցները ու մենք չկանք առանց Արցախ։ Ես Իդա Պողոսյան եմ, մասնագիտությամբ սոցիալ մշակութային ծառայություն և զբոսաշրջություն։ Սկզբից մտածում էի, որ շատ շուտ կբացվի ճանապարհները ու նորից սովորական կյանքով կապրենք, բայց շատ երկար տևեց ու այդ ժամանակ սկսեցինք անհանգստանալ։ Բայց հույսը կար, որ միգուցե մի ամսից հետո, երկու ամսից հետո շատ երկար դժվար թե բոլորը լռեն այս իրավիճակին, միգուցե մյուս պետությունները հաշվի կառնեն ու կօգնեն, կաջակցեն ու շատ շուտ ճանապարհները նորից կբացվի։ Այդ հույսով էինք ապրում։ Խանութներում, որ ոչինչ չկար, ընկերներ ունենք, որ հավեր էին պահում, ժամանակ ասում էի կարող ես ու բերել մի հատ երեխաների համար կեքս պատրաստեմ։ Ու տենց պատրաստում էինք ու հարևաններով, ընկերներով նստում, տենց փոքր բաժիններով միասին նստում ուտում էին երեխաները։ Այն ժամանակ թվում էր, որ դեռ կարող ենք տենց երկար ձգել, բայց արդեն որ ոչ մի բան չկար, ոչ շաքարավազ, ոչ ձեթ, այն շատ կարևոր հացը չկար արդեն իսկ արդեն շատ սկսում էի անհանգստանալ այդ առումով, ոնց պետքա երեխաներին պահել, արդեն իսկ ոչ թե մեզ համար էինք մտածում, մեծերիս, այլ փոքրերի համար, որովհետև փոքր երեխաս 11 ամսական էր, ոչ այդ կարտնախառնուրդը կար արդեն, չգիտեինք որտեղից գտնել, ոնց կերակրել երեխային, ու տենց շատ էի անհանգստանում այդ պատճառով։ Սեպտեմբերի 19-ին ես ինչպես միշտ գնում էի աշխատանքի դպրոցում, 7-րդ դպրոցում աշխատում էի որպես համակարգչային օպերատոր, ու տենց երբ գնացի աշխատանքի ու շանոցում լսում եմ, որ ուսուցիչները խոսում են արդեն իսկ, որ դրությունը շատ լուրջ է, բայց ես այդքան էլ չէի կարևորում։ Մենք արդեն այնքան էինք այդ դրության մեջ, ամեն օր նույն բանը, արդեն ինձ համար ոնց որ սովորական լիներ արդեն։ Մեր ամենօրյա ապրումներ է, էլի ոնց որ ժամը 1-ին հենց դպրոցի լույսերը անջատվեց ու ասեցի հավաքվեմ ու միանգամից գնամ տուն։ Չգիտեմ ինչու, սենց մի 2 րոպե նստեցի ու միանգամից այդ կրակոցները։ Չգիտեմ, շատ դժվար է, ես կյանքում երևի մենակ ֆիլմերում եմ տեսել այդ չգիտեմ, այդ կրակոցները մի այլ կարգի դպրոցում ոնց որ մենակ դատարկ սենյակներ են, հա, ու այդ շատ բարձր էր թվում, շատ։ Ու այդ շոկային իրավիճակից հելա ու միանգամից, չգիտեմ, այնքան շոկ էի ապրում, որ համ իմ սենյակի հասրեցի, համ իմ սենյակի դուռը փակել բանալիով, համ հաջորդ սենյակի, հետո ասում եմ ինչի համար, բայց ես իրոք որ շոկի մեջ էի, օգնեցի երեխաներին, իջան նկուղ, հետո միանգամից շտապեցի տուն։ Տունը մոտավոր 700 մետր էր դպրոցից, ու տենց երևի ամենավատ մասը հենց այդ մասն էր դպրոցից ոնց իջա ես մեր տուն։ Ու ես չգիտեմ որ մասում են կրակում, ինչպես են կրակում, Կիրովի մոստի մոտով որ իջնում էի, ոնց որ այդ մոստի տակը գցեին էլի այդ ռումբերը, հետո այնքան էի վախեցած, որ ես չէի կարողանում արդեն հասած տուն, չէի կարողանում իջնել նկուղ։
արդեն ոչ ոտերս էր աշխատում, ոչ կարողանում էի ինձ կառավարել այդ իրավիճակից։ Ճիշտն ասած, որ արդեն եկել եմ, պարզվել է, որ մեծ աղջիկս մնացել էր դպրոցում, արդեն վախեցած, ասի ես պետք է նորից հետ վերադառնամ, վերցնեմ աղջկաս, բայց Փառք Աստծո հարևաններից մեկը, երբ գնաց իր երեխայի հետևից, բերեց նաև իմ աղջկան ու տենց մի քիչ ավելի հանգստացա։ Մի ամբողջ օր, այո, 24 ժամ մնացինք նկուղում։ Երբևէ չեմ մտածել, որ ես Արցախից մի ուրիշ տեղ կարող եմ ապրել։ Ու դրա համար էլ ոչ մի անգամ չեմ մտածել դուրս գալու մասին։ Ոչ թե չեմ մտածել, այլ չեմ պատկերացրել, որ կարող եմ ապրել։ Տենց այո, եղել է պահեր, որ հոգնում ես այդ իրավիճակից, ոնց կարող ես երեխաներին պահել, ինչպես կարող ես Աստված չանի, մի տեղ պետք կարող է լինել ու չես կարող գտնել։ Միշտ իմ հույսը դնում է Աստծո վրա, ասում էի մեկ մի բան Աստված կանի, մեզ չի թողի այսպես։ 2020 թվականից հետո մի քանի ամիս մնացել ենք Հայաստանում, հետո այդ կարոտից չկարողացանք, ասացի չէ, պետք է վերադառնանք։ Ճիշտ ասած, որ ասեմ, ես մտքի խորքում հասկանում եմ, որ Թուրքին ճանաչելով ես հասկանում եմ, որ իրանք այդ 25% տարածքում մեզ էլի չեն թողնի, որպեսզի ապրենք։ Բայց ես հետ վերադարձա Արցախ իմ 2 երեխաների հետ, այդ ժամանակ 2 երեխաներ էին։ Հետ վերադարձա Արցախ ու ապրելով Արցախում, ամեն օր տեսնելով, թե ինչպես է Թուրքը տարբեր տարածքներ վերցնում, գյուղեր, խրամորթի քարագլուխը, ուտեղ հասկացա, որ չեն թողնի, մենք հանգիստ ապրենք ու հասկանալի էր ինչի համար են վերցնում այդ տարածքները, այդ կարևոր դիրքերը ինչի համար են վերցնում։ Իրանց հերիք չէր 75%-ը վերցրեցին Արցախի։ Իրանք այնքան վախած են հայից, հայից տվերից, որ այդ 25%-ից էլ են վախենում, որ հայերը ապրում են այդ վայրում։ Որոշեցին, որ պետքա բացարձակապես հայ չմնա։ Այդ րոպեի մտածում ես միայն փրկության մասին, ոչ թե քո, այլ երեխաների, որ քանի որ մենք ճանաչում ենք թուրք տեսակին, մտածում ենք, որ փրկենք մեր երեխաների։ Մենք դուրս ենք եկել սեպտեմբերի 25-ին, հենց այդ պայթյունի օրը մենք արդեն համարյա ճանապարհին էինք, երբ լսեցինք, որ պայթյուն կա, ու այնքան անհանգիստ էի ճիշտ ասած իմ մեջ, ես հասկացա, որ սովորական պայթյունի մասին չի խոսքը, ու տենց մի քանի ժամից հետո նկատեցինք, թե ինչպես են մեքենաները ծառայողական հիվանդանոցի ծառայողական մեքենաները մեր կողքով գնում ու արդեն ավելի շատ սկսեցի անհանգստանալ հենց այն մարդկանց համար, ովքեր այդտեղ էին։ Ու նաև իմ եղբայրն էր այդտեղ ու Փառք Աստծո փրկվեց։ Ինքը հենց այդ բակերի վերևում էր, հենց այդ պայթյունը, որ եղավ, իրան մկցեց մի կողմ։ Ու տենց ինքը փրկվեց։ Ինքը ուշաթափվել է ոնց որ, չգիտեր ինչ էր կատարվում ու երբ ուշաթափումից հետո վեր կացավ, միանգամից անցավ իր գործին, այդ փրկարարծառայության, ինքը աշխատում էր փրկարարծառայությունում։ Ու ասաց, որ ես երևի կյանքում առաջի, ոչ թե երևի, կյանքում առաջի անգամ եմ, որ ես նման իրավիճակում եմ հայտնվել այրվածքներով, մահացած մարդիկ գետին, ու շատ ծանր է պատմում այդ ամենը ինչ տեսել է։ Ինքը կռվի ժամանակ էլ էր այդ նես չի, որ տեսել էր էլի այդ դեպքերը,
էլի հանում էր այդ դիերը, որ զոհվածների շատ ծանր ապրումներ ապրեց դրանից հետո։ 2 օր երեխաների հետ առանց հացի, առանց որևէ մի բանի ես արդեն այնքան ծանր վիճակում էի, ես ոչ ջուր էի խմել, ոչ հաց էի կերել, որևէ մի բան։ Ու տենց երբ հասանք, մեր բարեկամները մեզ ընդունեցին, ասեցին ոնց որ դուք բլոկադայից դուրս եկած չլինեիք, որովհետև որ սեղանը գցել էր, որ մենք հաց ուտեինք, ես չէի օգտվում։ Չէի կարողանում։ Մեր թեմաները միայն Արցախն է։ Երբ հավաքվում ենք, գնում ենք, իմ հայրիկը ապրում է գյուղում, հիմա երբ գնում ենք, միայն խոսում ենք մեր Արցախի մասին։ Մեր տան, այն որ մտածում եմ, ասում ես մեր տան բանալիներին էլ եմ կարոտել։ Ասկերանի, իմ պապայիս տան։ Իմ Արցախիս օդը ընդհանրապես ոչ միտեղ չկա։ Այսքան ժամանակ անցել է, ես օրեցօր ավելի եմ գալիս այդ փաստին, որ ոնց որ ես մինչև հիմա դեռ չեմ կորցրել Արցախը, բայց ու այդ ժամանակը, որ գնում է, ես ավելի եմ դրան համոզվում։ Չկա հիմա Արցախը։ Ու մենք չկանք առանց Արցախը։ Երբ եկանք, միանգամից ես անցա գործի ու Փառք Աստծո ստացվեց իմ մոտ, երևի Աստված էլ գիտեր, որ ինձ աշխատանք է հարկավոր, որպեսզի այդ իրավիճակը իմ մոտ մի քիչ կմեղմանար։ Հիմա զբաղվում եմ քաղցրավենիքներով։ Արցախի համար դա չգիտեմ ոնց նկարագրեմ, որ ավելի ճիշտ լինի։ Ես արդեն իսկ պատրաստելով մտքերս միշտ Արցախի հետ են լինում։ Այդ մտքերով եմ ես պատրաստում իմ քաղցրավենիքները։ Ինձ թվում է իմ քաղցրավենիքները հենց Արցախի հուշերն են, Արցախի հետ կապված հուշերն են։ Հենց այդ եմ ես ներկայացնում։ Հենց իմ արցախյան փախլավան կոնկրետ։